Ես իմ աշխատանքը ավարտել եմ, ուզում եմ ձեզ ցույց տամ։ Տեսեք։ Տեսեք, անգամ չի զգացվում, որ ինքը կտրած ու կարած է։ Այնքան այս մասերը կարը կարին հավասար եմ ես դնում։ Նույնպես այս մյուս մասը։ Տեսեք։ Այս կարերը պետք է իրար հավասար լինեն։ Ես վրայից այս հենց կարել եմ տալիս, իր երանգի թելով, որ ինքը լավ նստի։ Տեսեք, ինչ սիրուն է ստացվել։ Մեջի հատվածն էլ ես սա պետքա ձեռքի կարով կարեմ, որ ինքը սիրուն նստած լինի ու ասենք ժամանակի ընթացքում, երբ որ մարդը ջինսը լվանա, չկախվի, այսպես հետ չգա։ Ձեռքի կարով ես հիմա պետք է այսենց սիրուն կարեմ։ Տեսեք, ինչ սիրուն է ստացվել։ Սա եղավ պահպանումով կարճացումը։ Ինքը այդքան էլ ժամանակ տանող չի։ Ես այն մյուս տարբերակն էլ ցույց կտամ ձեզ։ Ուղղակի չուզեցի երկար տեսահոլովակով ցույց տամ, որ չձանձրացնեմ։ Տեսեք, օրինակ վարպետներ կան, որ վրայից այստեղ կար են տալիս իր երանգի թելով, այդ էլ տարբերակ է, բայց ես չեմ սիրում այդ տարբերակով։ Ես նախընտրում եմ մեջից այս հատվածը ձեռքի կարով նստացնեմ, իսկ այս կարերը հարթուկով եմ ես լավ նստացրել, որպեսզի իր այդ արտադրական իր ֆիրմային այդ թելը երևա, ջինսի թելը։ Տեսեք, ինչ համաչափ սիրուն կարել եմ։ Իսկ վրայից, որ ստրոճկա է տրվում, մի տեսակ իր այդ նստվածքը ինձ դուր չի գալիս, նստելու ձևը, այսինքն մի տեսակ իմ աչքին հաճելի չի։ Ես նախընտրում եմ այս տարբերակով, որը որ շատ ավելի կոկիկ, ավելի սիրուն է, տեսեք։ Շատ կարևոր է, որ կարը կարին անպայման համընկնի։ Անպայման պիտի համընկնի, եթե մի միլիմետր անգամ չհամընկավ, ինքը արդեն նկատվում է, որ ինքը կտրած կարած է, բայց այսպես, որ նայում ես, ինքը կասես, թե բացարձակ ոչ կտրած է, ոչ մի բան։ Այսքան բան։